Մերոնք գետեմ կայքի եթերում ես շարունակում եմ մերոնք շարքը բարև ձեզ։ Այսօրվա մերոնքի եթերը յուրահատուկ է, քանզի այսօր ես ձեզ կպատմեմ մի մենախոսության պատմություն, շատ կարճ եւ կդիտենք ֆիլմը։ Մենախոսություն, որ այսպես ասած համարձակվեցի գրել Ռուբեն Հախվերդյանի անունից Ռուբեն Հախվերդյանի հետ կապված։ Ով է Ռուբեն Հախվերդյանը, ինչ ճանապարհ է անցել, ինչպիսին է իր մանկությունը, ինչպես է տեսնում այս աշխարհը, ինչպես է ստացվում, որ այդ երգերը, այսպես ասած, տասնյակ տարիներով մեր սրտերից դուրս չեն գալիս։ Դեռ նախորդ իշխանության ժամանակ, իշխանությունների վերջին նախորդ հոգեվարքի ժամանակ, մի սցենար գրեցի, զրուցեցի Ռուբեն Հախվերդյանի հետ, հանդիպեցի, ասեմ ձեզ դա հեշտ գործ չէր, Ռուբեն Հախվերդյանը ինչպես միշտ իր տեսակի մեջ էր, այնուամենայնիվ այդ սցենարն ուղարկեցի մշակույթի նախարարության համապատասխան կայքեջին խնդրանքով, որ տեսնեն ընթացք տան գուցե կարողանանք նկարահանումներն անենք։ Ոչ նրանք դիտեցին, նայեցին, լսեցին, թե ինչի մասին է խոսքը, ոչ էլ սրանց ժամանակ ինչ-որ մի պաշտոնյա մշակույթի նախարարությունում թերթես տեսնի այս Սուրեն Սարգսյանը ինչ է գրել եւ ինչու է գրել, գուցե մի խելոք բան էր, կարող է, ինչպես ասում են, խելոք բան է ասել։ Այդուհանդերձ տեղի չունեցավ այդ նկարահանումները, քանզի նկարահանման համար գոնե նվազագույն ֆինանսական միջոցներ են պետք։ Եվ այսպես վերջերս դիմեցի իմ լավ բարեկամ Բադալյան եղբայրներից Վիգեն Բադալյանին, ասացի Ռուբեն Հախվերդյանի հետ կապված է սցենարը դեռ 15 թվականից մնացել է գզրոցներում։ Նայեց ուրախացավ, ասաց անպայման իրականություն դարձրեք։ Եվ սկսեցինք նկարահանման աշխատանքները։ Ռուբեն Հախվերդյանը, ինչպես Ռուբեն Հախվերդյան։ Իմ խեղճ ռեժիսոր Սամվել Ամիրխանյանը խեղճ ճակերտների մեջ հրաշալի ստեղծագործող է, դուք շուտով կտեսնեք ձեր էկրաններին այդ ֆիլմը, որը պատրաստել է Սամվել Ամիրխանյանը որպես ռեժիսոր, այսպես բացատրում է, ասում է, պարոն Հախվերդյան, հասկանում եք, մենք մտածում ենք, քանի որ սցենարը այսպեսին է, այն ամբողջությամբ մեջ ձեզ ներկայացնենք Ռուբեն Հախվերդյանը, լսես Սամվել, ճիշտ ասածից այդ բան չեմ հասկանում, բայց գլուխս տարար։ Իր լեքսիկոնով արդեն Ռուբեն Հախվերդյանի ճանաչողները պատկերացնում են։ Մի խոսքով հեշտ չէր, բայց ուզում եմ այսօր վերանանք այդ ամեն ինչից։ Թրամփը ում ուշունց տվեց, Նիկոլը քանի անգամ տրանսպորտով գնաց եկավ, Ալիևը ինչ ասեց, մենք ինչու լռեցինք եւ այլն։ Այս բոլոր այս տխմար վիճակներից մի պահ դուրս գանք, ասեմ ինչու, երգով ապրել ենք։ Երգը մարդու ամենանեղ օրերի բալասանն է։ Հիշում եք, հայտնի դեռ դպրոցական դասագրքերում կար մահանում էր բազմավաստակ, բանաստեղծ, ծերունի, մահճի շուրջը հավաքվել էին երկրի տերերն անվանի, դրությունը այնքան խորն էր տիրապետում, դա սենյակում, որ լսվում էր, թե նորատունք վարդը ինչպես է շնչում։ Եվ այսպես բանաստեղծին թաղում են ու ասում է, երբ տուն դարձան գերեզմանից, մարդիկ նրա բարձի տակ գտան մի թուղթ, վրան այսպես ձեռագրված մի կտակ, երգ սիրեցեք, կյանքի բոլոր վայելքներից ավելին, երգ հյուսեցեք, առանց երգի վիշտն աշխարհը կավերի։ Այս տրամադրությամբ էլ ուզում եմ, որ դուք դիտեք Ռուբեն Հախվերդյանի մենախոսությունը, որ պատրաստել եմ ես, տեքստը կարդում եմ ես, հերոսը Ռուբեն Հախվերդյանն է կադրերում։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար, ինչպես Սևակը կասեր, ուզում եմ այսօր մի պահ մոռանանք վիշտը, խորհուրդը, հոգսը աշխարհի։ Ուզում եմ այսօր մի պահ հեռանանք խորտ սահանքներից այս ահեղ դարի։ Բարի դիտում։ Գուցե տարօրինակ թվա, լսողի համար անհավանական հնչի, բայց իմ անկախությունը սկսվել է 2 տարեկանից։
Հենց 2 տարեկանից էլ հիշում եմ կյանքս։ Քանի փոքր էի իմ կամակորությամբ, հետո արդեն ավելի գիտակցաբար։ Ինքս եմ որոշել, ինչ եւ ինչպես անել։ Ու հետագայում երգերս հենց իմ երազանքներն էին։ Այն կյանքը, մտածելակերպը, ապրելու ձևը, որ այսօր թերևս կարելի է կոչել հախվերդյանական։ Խեղճ մայրս մի երազանք ուներ, ինձնից փայլուն դաշնակահար կերտել։ Իդեպ լավ էի նվագում, մերոնց մոտ մեծ հույսեր է արթնացրել։ Սակայն մի օր ծնողներս տուն եկան ու տեսան, որ ես հատիկ ակցիոնով հանել ու դեն եմ նետել դաշնամուրի ստեղները։ Այն ժամանակ էլ գիտեի արարքից պատճառը, հիմա հաստատուն կասեմ, կախվածությունից խորը զզվանք ունեմ։ Ես զգացի, որ դաշնամուրից կախվածություն եմ ձեռք բերել։ Ու իմ ողջ կյանքն այդպես եմ ապրել։ Ծնողներս, հատկապես հայրս, բարձրակարգ շրջապատ ունեին։ Մարդիկ, որոնց շատերը կերազեին գոնե մեկ անգամ հանդիպելու ձեռք սեղմել, սկսած հանրահայտ դերասաններից, երաժիշտներից ու գրողներից, մեր տան ամենօրյա հյուրերն էին։ Եվ ես իմ գիտելիքներն անբարել եմ նրանցից։ Դպրոց չեմ գնացել։ Ծնողներս, որպեսզի ես ավարտեմ, 6 դպրոց փոխեցին։ Հետո իմ ցանկությամբ թատերական արվեստ եւ բեմադրված սատանայի ջրաղացը ներկայացումը, որն ինչ որ մեկի թեթև ձեռքով հեռուստատեսության պահոցում իբր այրվեց ու կորավ, բայց ժողովուրդը որքան սիրեց, մինչ օրս չեն մոռանում։ Ի վերջո կարևոր չէ, կարևորը որ ես իրոք գիշերներն արթնանում եմ ու փնտրում երգեր։ Երգերն ինձ համար գեղեցիկ ու հաճախ չտրամաբանված բառակույտեր չեն, որ աչ ու ձախ շախտամ։ Այն, ինչ մարդ գրում կամ ասում է, սեփական մաշկի վրա պիտի նախ զգա։ Իր հարազատի կամ ժողովրդի ապրումների համախմբում է յուրաքանչյուր ստեղծագործություն, լինի դա կտավ, քանդակ կամ երգ։ Ահա թե ինչու ես փնտրում եմ երգեր, եւ երբ սիրտս զգացմունքների ծուլ է լինում, էլ տեղ չկա, երգի խոսքով կանչում եմ։ Արի ինձ մոտ եւ կբացվեն գարնան դռները, ծիծեռնակները ետ կգան առաջվա պես։ Արի ինձ մոտ երբ իմ այգում դաժան ձմեռն է, ձմռան ցուրտ շունչը կհալվի սառույցի պես։ Գարուն բերող, սիրող մարդու, աշխարհի տեր մարդու զգացողությունը ամենքս ենք ապրում։ Չեմ պատկերացնում այս ամենը չապրած մեկին։ Ես էլ ձեզնից մեկն եմ։ Մի տարբերությամբ ձեր զգացմունքները գրում եմ, երգերի վերածում եւ հետո գտնում իմ շոկ կիրակին, որ օրացույցից պակասեցնեմ։ Հաճախ եմ մենակ թրև գալիս, առանձնանում։ Երբ մարդիկ կյանքի հարվածները փորձում են խեղդել աղմկոտ հավաքներում, բարեգործ կամ չարիք են դառնում, ես նրանց համար գրում եմ. Երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես, դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե ու հեռանալիս չնախազգուշացնել։ Երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես, դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե ու հեռանալիս չնախազգուշացնել։ Մարդկանց բարի կամ չար դառնալու պատճառը կորցրած կամ գտած երազներն են, ճակատագրի դառը հարվածները։ Ես դա գիտեմ եւ շարունակում եմ գրել երջանկության մասին, նրանց պատկերացումների մասին, որ թեթև ապրեն։ Կյանքս վարվան այրամուտ է, քոնը պայծառ արավոտ, երջանկությունն այնքան մոտ է, արի մնալ ինձ մոտ։ Ամեն տողի ծանրությունը սակայն ուսերովս եմ տանում, հետո բոլորը գնում են, մտքիս մեջ հերթական երգի բառերն են։ Կեսգիշերը վառել է ջահերը, դատարկվել են գավերը նորից, էլ չունեմ թասընկեր կարեկից։ Մի օր չունեմ,
Մի օր էլ պարզապես գրողի ծոցն եմ ուղարկում, որ իմ խղճի հաշվետվությունը հետո երգի նման ու տեսքով փոխանցել։ Խղճի հաշվետվություն 90-ականներին այն աշխարհի ճանապարհին էի։ Ժողովրդի սրտացավությունը հանուն մի երգ չի։ Ես ով էի կամ ով եմ, մինչ օրս նույն հարցն եմ տալիս ինքս ինձ։ Ինչով արժանացա մարդկանց հարգանքին ու սիրուն։ Ախր երգ գրողների պակաս ոչ այն ժամանակ կար, ոչ էլ այսօր կա։ Ինչևէ, մարդն ամեն տեսակ պարտք ի վիճակի է վերադարձնելու։ Գումար, ունեցվածք, պարտքի մի տեսակ կա միայն, որ հնարավոր չէ շոշափել։ Խոսքս հոգու պարտքին է վերաբերում։ Պատկերացնում եք, երկիրը չհայտարարված պատերազմի մեջ էր։ Խորհրդային ճահիճը տեղի էր տվել։ Մարդիկ դեմ առ դեմ դաժան իրականության դառնությունն էին ճաշակում, սահմանին զոհեր, արհավիրք։ Ու մարդկային հույզերը մի պահ այս ամենից կտրվում և այլ ուղղությամբ են փոթորկվում։ Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը բուժման կարիք ունի, մահվան եզրին է։ Եվ պատերազմող ժողովուրդը ոչ ավել, ոչ պակաս հանգանակում է երգչի ապրելու համար։ Բառերն անզոր են։ Այդ թեմայով երբ ուզում եմ խոսել, չի ստացվում։ Անկախ ինձնից մրմնջում եմ։ Բուժմանս համար հսկայական գումարներ էին անհրաժեշտ։ Ընկերներս կազմակերպեցին, Ֆրանսիայում ինձ բուժեցին որպես այդ երկրի քաղաքացի։ Ժողովրդի հանգանակածից ժամանակի կառավարիչները 2000 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար տվեցին։ Այդ 2000-ն ինձ համար հազարապատիկ ավելին էր, քան բուժմանս համար ծախսված 100,000-ները։ Հանգանակած գումարը սրտի դողով փոխանցեցի Արցախի ֆոնդին ու երդվեցի Հայաստանի որ անկյունում էլ ժողովուրդն իմ կարիքն ունենա, ինձ միայն տեղ կպակասի։ Ես պատրաստ եմ ու մեծագույն սիրով մենահամերգներ եմ տալիս մինչ օրս։ Խորհրդային բիթ վարքերի սևեջ, մենք քեզ թերթեցինք ու գտանք մեր վերջն այնտեղ կարմիրով գրված էր դժոխք, որ մեղքի համար չգիտեր ոչող, ու մենք ապրեցինք կյանք անապահով, ու դղերքի հետ դուրս ելանք բացով, որ հավատարիմ մեր խենթ երազին, չդառնանք երկրի հնազանդ գերին, թող աստվածների մեղքերին որոշ։ Գումարների խնդիր չկա։ Ես ու ժողովուրդը, մենք մեկ ենք։ Ու մեկ էլ, ահավոր չեմ սիրում, զզվում եմ իմ ժողովուրդ պառակապակցությունից։ Մենք, մեր ժողովուրդը։ Հետո սկսվեց, պատերազմն ամենքի դուրը թակեց։ Ընկերներս գնացին պատերազմ։ Նրանցից մեկի մոտ բժիշկները թոքի քաղցկեղ էին ախտորոշել։ Հաջորդ օրը թե գնում եմ կռիվ։ Մեր հարցական հայացքին մի պատասխան տվեց։ Ես չեմ կարող մեռնել անկողնում։ Խենթանալ կարելի է։ Եվ այս տեսակի հանդեպ որքան անաստված ու անարդար եղան Հայաստանի բոլոր իշխողները։ Գնացին տղերքը ու կորան հեռվում։ Ռումբերի պայթյունը սարերն է շարժում։ Կարմիր կակաշները ներկել են դաշտերը, ասես լեռներից մեր արյունն է հոսում։ Եվ ես կմեռնեմ շիրիմիս վրա, տղերք հերթով ինձ այցի կգան, ու հետո հերթով լուր կհեռանան, որ հետո ավերջ ինձ ընկերանան։ Օդում կախված մի անպատմելի կարոտ, անհանգստություն ու ցավ կար։ Ամեն զոհվածի հետ ես եմ զոհվել, ամեն մոր հետ արտասվել, հետո ժողովրդի հետ բռնցքվել ու էլի երգի լեզվով կռվել, հույս տվել։ Այս տարվա քո նվերները մութ ու ցուրտն են իմ փոքրիկ։ Այս տարի
պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք։ Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ։ Իսկ խաղի վերջում քո ճիճն է։ Ես սպասում եմ քեզ, հայրիկ։ Հպարտ, բայց դառը տարիներ էին։ Բանաստեղծի խոսքերն ունկերումս էին աչքիս առաջ, որքան բառ, ողջը մրմունջ, որքան երգ, ողջը լալով։ Իմ ընկերները կռվում էին, ես պիտի շարունակեի հույսի ու հավատի երգը։ Քո հայրիկը իմ փոքրիկս, անպայման մի օր կգա։ Քո հայրիկը, անուշիկս, կգրկի քեզ, կխաղա։ Իսկ եթե հանկարծ փոքրիկս, քո հայրիկը ուշանա, հիշի նրան պստիկս, նա քեզնից չի հեռանա։ Երգն ինձ համար կատարելությունը սփռելու, մարդկանց սրտերին հասցնելու միջոց է։ Ես իմ երգերը փորձում եմ կատարելության հասցնել։ Բացի այդ, երգը հույսի ու հավատի դռները պիտի բաց թողնի։ Դու փակիր քո աչուկները, բայց նրան մի մոռանա։ Եվ հայրիկդ, իմ փոքրիկս անպայման մի օր կգա։ Քո հայրիկը տես եկել է ուսերին կանաչ սարեր, Քո հայրիկը տես եկել է աչքերում արեգակներ, Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դեպի վեր, Քո հայրիկը հենց գարունն է, որ եկել է քեզ նվեր։ Իմ ընկեր Հենրիկ Հովհաննիսյանն ասում է, թե ես անիշխանական մարդ եմ, ասել է, թե անարխիստ։ Իսկ ինչիս են պետք իշխողները, եթե նրանք անմահացած ընկերներիս որբացած երեխեքի գարունն անգամ գողացան։ Ու քանի մեր հերոս մայրերը, քույրերն ու կանայք, մանուկներն անգարուն են, ես էլ անիշխանական եմ։ Այսօր մարդիկ Երևանն իմ երգերով են հիշում։ Ես իմ երգերի Երևանն ու Հայաստանը վաղ չեմ գտնում։ Սա Երևանն է, այստեղ դու տանն ես, որ քեզ սպասում են դեռ կես գիշերին։ Երևանն այնպես հոշոտեցին անճորնի շենքշինություններով, որ գիշերն անգամ իմ երգած քաղաքը դժվար եմ գտնում։ Մեկ-երկու հինթաղ այն էլ քանդման եզրին։ Հիվանդոտ ուխտերի քարավանի նման պաշտոնյաները ծուլորեն անցան մեր քաղաքով։ Ում հետ խոսեցի, ում բողոքեցի ավերածություններից, շշուկով մատը դեպի վեր տնգեց, թե այնտեղից են հրամայում, ոնց չընթարկվեմ։ Խելոք գարի պատմությունը հիշեցի, որ 7 մուր կաթ է ուտում, այն աստվածն է։ Արժի արդյոք, եթե դա ընդամենը ոչխար դառնալու համար է։ Աչ ու ձախ խորհուրդ տվողների պակաս չունեմ, թե երգիչ ես, երգահան ես, երգդ գրի, քո ինչ գործն է։ Ու երգերով խոսելու դաժան ախտը ինձ դարձել է կյանքի ուղեկից։ Ինչ արած։ Ես կերքեմ, դա է բախտը, շղթայված եմ ես իմ երգերից։ Միայն թե թույլ տվեք ինձ ապրել կյանքը, մի մտեք երգիս մեր ձեռքերով եւ խնդրում եմ, որ դուք ձեր ոտքերը չսրբեք իմ գրած երգերով։ Ես սիրում եմ քո ազատ կեցվածքը և մազերիդ բույրը խենթացնող, ես սիրում եմ քո անկախ պահվածքը, ոչ մի օրենքի չի ենթարկվող, իսկ Երևանում արդեն աշուն է, տերևներն են ծառերից թափվում, այգում թափառող անտեր մի շուն է, պոչը շարժելով մեզ մոտենում։ Ես սիրում եմ երբ դու ծիծաղում ես, Ժամանակի դեմ բոլորի պես ես էլ անզոր եմ, բայց երբ գեղեցիկ կանանց եմ հանդիպում, ներսս հին տարիների պես փոթորկվում է, քթիս տակ ժպտում եմ։ Ես դեռ տարիքով չեմ, տարիքով տղամարդը նա է, ում մոտ գեղեցիկ կինը հիշողություններ է արթնացնում։ Ինձ մոտ կանայք փառք Աստծո դեռ զգացմունք են արթնացնում։
Նույնն եմ, մինչ օրս մանկանալու պատրաստ։ Իզուր չեն մտերիմներս երբեմն ինձ մեծ երախականչում։ Լավ ու վատ օրերի պակաս չեմ ունեցել։ Գերագույն երջանիկ պահերից մինչև մահվան դուռը։ Սակայն իմ գործերի գործը մանուկների համար գրած երգերն են։ Պատրաստած թղթե նավակը, իմ փոքրիկ նավակը, որ մի օր հասնելու է Կապուտակ ծովին։ Դեղին ծաղկին քնած կարմիր հատիկ սատիկը, որ մանուկների սիրելի երգացանքն է դարձել։ Հերն անիծած, թե պետական ծրագրի մեջ չեն ներառում։ Ժողովրդի սրտում ներառվածից վեր ոչինչ չկա։ Մի երկու բութ պաշտոնյաները կգան ու կանցնեն։ Երգերս ու ես կմնանք։ Մի մութ անտառ, մի մեծ լուսին, մի կեսգիշեր լուսնի, լույսի տակ թևածող թիթեռնիկներ ու մի թզուկ, որ արթնանում կեսգիշերին ու նվագում էր մոգական այս մեղեդին։ Ու մի փչակ, որ ապրում էր թզուկը ծեր, որ ուներ կարմիր մեծ քիթ, բարի աչքեր։ Թե կուզեք, ես հենց ձեր անճորնի քթով թզուկն եմ և անընդհատ հուզմունքս թաքցնելու խնդիր ունեմ։